Ararat Bank, աշխարհով մեկ քո Mastercard World Travel Card-ով։ Արի հավեսով, ապրենք հենց այնպես։ Դուրը բացում եմ, սես նայես դեմքից ցարեց, այս ինչա վիճակը։ բայց խի իրականում պատմեմ ինչ ես անում։ Ոնց ինչ ես անում։ Ինչ եմ անում։ Հա, պես է պատմեմ։ Ոնց մեռնեմ Նարինեի կյանքին, հա, դե մեռի Նարինեի կյանքին։ Մարդ խես տենց բաներ խոսում։ Ռիպ հորս սարը վասի հանգար շիշնես իմ մակարդակից ցավը։ Մի խառնի, հա։ Երևի 13 տարվա մեջ 2 օր ամի իրար լավ ենք եղել, հետո ես այսօր էտորից մեկ դա։ Սիգուգո ջան, դու տուն գնա, ինքը կարտնանա, ասես չէ, ոնց մենակ թողեմ կզարթնի կվախենա։ Հալամ աշխարհ բտուտ եկած։ Վատը։ Երևանա։ Զարմունիկ։ Քայլ առ քայլ դեպի հուսալի ապագա Step by Step Group Այսօր հենց այնպեսի հյուրերն են տեր եւ Տիկին Մկրտչյանները Մարտին Մկրտչյան եւ իմ մտերիմ ընկերուհի Ռիփսիմե Հակոբյան Տիրոջքին Մկրտչյանները Մարդ ջան, դու մեր տներում ես։ Այո, մեր տներում։ Դուրը մտնելուց զգացիր, չէ՞ ոնց քեզ դիմավորել։ Դες դեռով հարված ստացա, չհասկացա։ Հա, դժվարությամբ հասա։ Եկել եմ ձեր տուն, Իմանաս ու ես եկել։ Արդեն պատմություն ունենք այսօրվա։ Չէ, ոնց որ Բերթի դուրն իխի կանցաներ։ Բա որովհետեւ թատրոնի դռներ են։ Ծանր բացվող դռներ են ամեն մեկի դիմաց։ Դա բա ես դա չեմ սովորել։ Դուրը բացես դեմքին շատ արդեն հետաքրքիր պատմություններով սկսել է օրը։ Արթուր Գրիգորյանի երգի ակադեմիան բացում է իր դռները նոր ուսումնական տարվա դիմաց Նրանք բոլորն ավարտել են Արթուր Գրիգորյանի երգի ակադեմիան եւ կրում են իրենց վրա մաեստրոյի անջնջելի ստորագրությունը 5 տարեկանից սկսած փոփ եւ ժող վոկալի բաժիններ լեգենդար կոմպոզիտորի կրթական ծրագիր եւ ավանդույթներ 26 տարվա փորձ ու նոր մոտեցումներ համերգներ, փառատոներ, մյուզիկլներ, ներկայացումներ, նկարահանումներ եւ ձայնագրություններ այս հնարավորությունը բաց թողնել չի կարելի դռներ դեպի ճաշակով արվեստ Ոնց ես Ոնց եք, բարի գալուս, բարի վերադարձ։ Շնորհակալ եմ սիրելիս։ Քո ծրագրի համար եմ եկել։ Գիտեմ։ Էլի ստից բաներ խոսա դուրիշ բանի համար ես եկել։ Ինչի համար։ Կանչել եմ Ամերիկայից գատները մակրի գնա Բայց Մարդ այդքան անկեղծ պետք չի լինի։ Ռիմ ջան, բա ինչ ասեն գնացել ես առել ես նստել ես ընդ չես ասում, ստե մարդ կա երկի չաբրում է տունը, բա Մարտինը Երևանում էր, Ռիփսիմեն Միացյալ Նահանգներում էր ու մի քանի օրով եկել է, մենք էլ պահեջ բաց չենք թողել։ Ավտոները մաքրի ճաշմաշեփետ այն։ Բայց կատակ չի անում։ Հա, Հա, բա սաղ ծախսը դրա համար ենք տեսեմ անե ջան։ ավելի Կարող ես եկել հարմար տարբերակներ կարող ենք։ Իրան ուրիշ այք լավ անում։ Չէ, ինձ դուր է գալիս, որ հաղորդման համար ես եկել։ Հա։ Ես ձեզ Ավելի միասին շատ էի ուզում տեսնել հենց այնպեսում, որովհետև այն ինչ ես եմ տեսնում, տեսել տարիների ընթացքում, ուզում եմ դուք էլ տեսնեք, ոնց են իրար ուտելու։ Արի մեր տուն մեկ իրի գուները ցավը։ Հա, մեծ սիրով։ Դե Ռիփոն։ Այդպես UFC-ն է մեր տունը։ Ես Ռիփը շունը, փրթում ենք իրար։ Բա երեխեքը։ Երեխեքս ընդեղ են։ Նրանց UFC-ն ընդեղ է։ Ամեն օր իրար ուտում են, ամեն օր։ Իսկ դու գիտես, ուրեմն եկան Ամերիկա, դե ես մի որոշ ժամանակ ընդեղ էի, Լեոն դասերի էր ստեղ դպրոցում, Ռոբը իմ հետ էր, ու Ռոբը սովորել էր, որ մենակ ես ու ինքը պետքա լինենք, մեկ էլ եկավ Լեոն Ամերիկա, անդադար Ռոբը իրան ինչ-որ բզկտում է, մի բան անում է, հանգիստ չի թողում, Լեոն էլ գոռում է, այն բանն է, այն փոփոխական տարիքն է, որ տեմբրը փոխվում է, կտրվում է, էլ իմ ձենը կտրվեց, ինձ գոռացնում է, սրան ասա, մամա սրան ասա, ասում եմ Լեո, այդ իրա սիրելու ձևն է, կարոտել է քեզ, բան, խաղա հետ էլ, իմ գից զբաղվի, ասում եմ դու պետքա իրան սիրես, Ռոբ դու էլ պետքա իրան հարգես, ինքը քո մեծ աղբերն է, բան ասեց խոսում եմ, մեկ էլ անցավ մի երկու օր սենց արեց։ Ես քեզ չեմ արգում, Լեո։ Ուզում էր վիրավորել։ Հա, ուզում էր վատ բան ասել, չգիտեր։ Մաման ինչ է խոսում, ասում եմ։ Ռոբ, ինչ ես խոսում։ Հա, հենց էլ ես իրան չեմ արգում։ Շատ լավ երեխա է, գիտես, չէ՞, որ մերը վրա խոսում, ասում եմ մամի, ասեք ջղայն անում, որ ասում եմ լավ էլի մամ հորս գերեզման։ Այսպես երեխեք են, հա, շատ հարգանքով։
ծնողի Այդ էլ դե եթերներից է տեսել, չգիտեմ։ Աման ինչ սովորացնում է այդ երեխեքը տեսել։ Ռոբը։ Օրս գերեզման, արա հերս թե նստած այ բան։ Գերեզմանն է։ Օրս գերեզմաններ ասում։ Դու մի քանիսի ես արժանի։ Ահա որ չաղեմ Քեզ շատ է հարգում։ գերեզմաններ են գցել երեխեքը։ Ասма տես մորից տենց երեխա է դա էլ այդ։ Շատ խնդալու։ Աբա չգիտեմ որտեղ իրան թվում է դա վերին գաղափար։ Հա, մեծ արժեք է դա։ Չի հասկացի։ Որ ամենը իսկական երթումն է։ Ռոբերտես ոչ ասես մամա դու մի խառնվի, հորս գերեզմաններ։ Ես Ռոբին չեմ բացահայտում, որովհետև ինքը չի թողում ես իրան նկարեմ, ման։ Եթե ես իրան նկարեմ, Լեոն ծաղիկներն Մի 10 հատ Լեոից է ինքը, էլի տես։ Բայց երգում, հա։ Նենց է երգում դու։ Ռոբը ավելի շատ ինձ է քաշել, որակով է երգում։ Երկում չգիտեմ։ Ինչ ասեցի։ Ասեմ Ռոբը ավելի շատ ինձ է քաշել, որակով է երգում երեխեն, էլի։ Ինչ է երգում։ Շաութ է բերում իր ասել։ Բա մեջը բան կա, բա։ Ռոբը երգում է Մարտին Մկրտչյան, Լեոն երգում է Ռիփսիմե Ակոս։ Լեոյի վրա խոսացի ասի հերիք արա այդ ֆիրմա բաները երգում ես, էլի, ասի մի հատ թամամաշխար սովորի, էլի, ասի։ Թամամաշխար սովորի, ասի մի օր միտեղ նստած կրնես կասեն Լեո ջան, մի հատ երգի, թամամաշխար բտուտ այդ պարապում, ալամաշխար բտուտ եք ասում, արա ալամաշխար չի, թամամաշխար այ բալա։ Չկա էլի։ Տեղինքը։ Ասենք ինքը Բրունո Մարսի վինիլն է Ոնց ուզում։ Ջեքսոնը Աշուկ Շերան բանտեզմաներ երգի գուսանական, էլի։ Ասում եմ Լեո ինչ ես ուզում այդ երկը զորս մը պապան ասեց կարող պետք գա մի օր մի տեղ ասեն Ալամաշխար բտուտ եք ասում։ ասի բալես քեզ տես բաներ Պետք չի։ Իսկ Ռոբի պրոդյուսինգով էլ դու զբաղվի։ Ռոբը в общем վերջն։ Չէ, թող չի երկեր մանեջ։ Պրոստը որ հանգարց ինքը ֆիքսում է, որ իրան ֆիքսում են երկելուց, բան պատերազմ է, Ինքը չի սիրում, որ հա ակա պատկերն է Լեոյի, ոնց բոլորին ներկա։ Հաջողված երեխեք են, էլի։ Բայց Ռոբը զակազ է տվել 5 տարեկան, ասում է 6 տարեկանից ծնունդից մի հատ տազա կուկու եմ ուզում։ Օ։ Պրոստը ասեմ այ բալա ջան, մի մորից այդքան չի կարելի, եթե կարանք ասենք ուրիշ բան անենք, դա ուրիշ հարց է։ Բայց գիտես Ամերիկայում ենք։ Ասում Ամեն երեխա իր ծնողը պետք է։ Ասեցի Ռոբ չի կարա շուտ այդքան լինի, կարա օրինակ 6 տարեկանում լինի ֆիքսել, ասենց է։ Մամ, բայց անգլերեն չլինի, էլ ուզում ասի ամերիկացի չի։ Անգլերեն երեխա չեն։ Ասում ինչի անգլերեն։ Ասում այստեղ անգլերեն չգիտեմ։ Այա ուզում։ Ում շատ կհարգի։ Այերեն է ուզում։ Բայց հա, մտածեք։ Մանեջ։ Դե պաշկերից կարմիրանց, հա։ Հա, լավ է։ Աչքերի կարմիրը չի երևում։ Մի քիչ բորբոքվել է, հա։ Կարող է պատմություն պատմեմ, հա, բայց ես ձեզ հյուրասիրեմ մեր գործընկեր Անդակո ընկերության Զուեգ իտալական բնական հյութերը, որոնք չեն պարունակում շաքար։ Առանց գունային եւ համային հավելումների են ու շատ համեղ են, որ համը հյուրասիրեմ դուք ընտրեք։ Ինձ երևի մեջտեղի համը կարող է հյուրասիրել, սիրելիս։ Կարմիր օրինակ ընտրեցի նարի։ Դե որ իր մեջ ընդհանրապես ինձ թվում է շաքար չի լինի, հետո Մարտին դու որն ես ուզում ասա, քեզ էլ հյուրասիրեմ։ դու անպայման հակառակ ասա։ ասա։ Հական, որ համել բացենք էլի այդ սոկը։ Հա։ Մենք ոչ մի բան ընդհանուր։ Խնձորը։ Հա, շատ տարբեր ճաշակներ, համեր, բացարձակ տարբեր ճաշակներ ամեն առավոտ։ Ես ուրեմն նույն։ Որտեվ քեզ ուրիշը պիտի բացեմ։ Ինչ է սոկի անունը։ Զուեգ։ Զուեգ։ Ասենք ինքը հաստատ կխմի ես գազար։ Հա։ Եթե տենց բան կա ավելի վիտամինոտ էլի։ Հա, հենց վիտամին է, նայ գրած է վիտամին։ Համեցեք։ Խմեք շատ լավ սոկ։ Շնորհակալություն։ Բանկային քարտի տվյալները կուղարկես։ Բայց նաև հյուրասիրեմ մեր մյուս գործընկերոջ Մարիան ընկերությունը ներկայացնում է բալմի պաղպաղակները։ Շատ համեղ են, բարձրորակ սերուցկային կարագով են պատրաստված, եթե սիրում եք բարձր, որ համն ես ուզում։ Բայց ես նույնիսկ փորձել եմ, այո։ Շոկոլադ, կրեմ բրյուլե, շատ հարազատ ընկերներ են ու շատ որակով է իրանց ամեն ինչը, եթե անկեղծ է։ Բալմինը շատ բարձրակարգ։ Մեր սառնանը որ բացում ես, բան չկա ուտելու, մենակ Մարիանայի ապրանքանիշն է, հա։ Ասեն ջան, կարտը քեզ է կփոխանցենք։ Նոր անուն, անկրկնելի համեր, սերուցկային կարագով պատրաստված նրբահամ պաղպաղակներ։
վայելիր համերի յուրօրինակ համադրությունը։ Բալմի, անգամ անունն է համեղ։ Լավ, այս կրեմ բրյուլեն քեզ, կարծում դու շոկոլադ Մնացածը ինձ թողնա, մանջա, հա, էլի բաները։ Բայց ես էլ ուտեմ էլի։ Ես էլ ընթացքում կվայելեմ եւ լսում ենք պատմությունները հատկապես աչքերի հետ կապված։ Աչքերի պատմությունը դա մի փոքր խայտարակ։ Ուրեմն, բայց խի իրականում պատմեմ ինչ ես անում։ Բայց ես ոնց ինչ ես անում։ Ինչ եմ անում։ Ահա պատմեմ։ Աչքերը փայլում։ Ուրեմն գնացել ենք Մալդիվներ, մեր Այ աչքերն կփայլեն։ Ամուսնությունից հետո ոնց որ իրանց մեղրամսին մենք միացանք իրանց անցած տարի, հա։ Ասենք գնանք որ նորմալ է ամեն ինչ, էլի, հա։ Մեր էս գողության տակ էլ նորմալ երեխեքը չվախենա ոչի բա։ Մարդ։ Շատ բան ենք էլի որսուց։ Վերջին օրերն, հա։ Ձերներս մեզ ստուգենք սաղ տոշնյան նոր թող։ Ստուգենք չէ, ստուգես։ Ես մի խառնի, հա։ Աստված սիրես, ես ինչեր ես ասում։ Ես երեխեքին մենակ չեմ թողում, էլի։ Դե դեմ ասում։ Ապահովել մեն, հանգիստ եմ մեն մի քիչ։ Հենց 50-անց է էլի ինք տենց։ Բիձուկ, հա։ Ո։ Բնավորությամբ։ Հայ մանեջան էլի ինձ նա իզնից Ոչ երնեք մեր հարցներին։ Դժվար դրանք ինձ ասեն են տենան։ Հորս գերես։ Արդեն տեղն եմ եկալ երեխեքը։ Մի քանի տեղ գերեզմաններ։ Ուրեմն Մալդիվներում վերջին օրերն է։ Ինքը որոշեց, որ տենց բասեյնում տենց պետք է նենց ինձ խեղտի, որ ականջս նենց ջուր լցվի, որ ես լացելով ասեմ ընդեղի բան։ Ինչի մարդի։ Պալիկլինիկա։ Պալիկլին տենց էր ուզում ինքը, չգիտեմ։ Բժիշկն էլ մողես էր, էլի։ Գնացի, ասեց, վայ շատ վատ վիճակ է, ականջի անտիբիոտիկ ինձ նշանակեցի։ Մանե ջան, տես բուրջա պատմում խեղտել, սենց է որ խաղում ես, ասի գցել մի քիչ ես երեխում, գցին կենել ոնց որ չէ լավ։ Մեծ երեխա։ Բռնության չես ենթարկում, չէ՞ ընկերուս։ Չէ, հա։ Ես դու ինչ էի ասում։ Ինչ էիր ասում։ Դե ասում։ Ու տենց գնացի այդ բուժ կետը իրաց, ասեց, վայ շատ վատ վիճակ է, բորբոք ցավից չեմ անտանելի։ Անտանելի է, հա։ Ոչ իմ դեղ տվեց անտիբիոտիկ ականջի, ու մենք վերադարձանք Երևան։ 2 օրից ինքը բանը պետքա երկեր միջոցառում, պետքա գնար։ Ու իր աչքերը շատ էին բորբոքվում, փոշուց կարա լինի ու հաճախ մեր հանդիսատեսը կարող է ակնոցով տեսնել։ Դուշից դուս եմ գալիս, սենց կարմիր է աշկերս, էլի։ Դե տենց։ Այ որ ես հյուրասիրեի, սենց կարմիր։ Լույսերից է, փոշուց է, ամեն ինչ ասեմ, է։ կյանքից կարող եմ մի հատ աշկի դեղ տասել։ Ու ինքը այդ աչքի դեղերը, հա, ու մինչև այդ մենք էլ մինչև այդ Մալդիվներ գնալը միջոցառում կար, որ մեյքափի աղջիկները ինձ տվեցին շատ լավ դեղ, որովհետեւ մի անգամից սպիտակացնում է, էդ էլ ունենք տանը։ Դա ունենք, այդ Մալդիվներից Մի անգամ օգտագործել եմ, գիտեմ, որ սիրուն բացում է, այդ եմ ուզում էլ իրանից։ Այդ ինձ էլ։ Ասի հələ դու ռիբ ջան այդ։ Ուրեմն դա Բայց այդ կասես։ Մալդիվների դեղը, դա մեկ էլ մի երկու հատ էլ աչքի դեղ, տենց հերթով բոլորը նույն չափսի դրած են։ Ես ականջի անտիբիոտիկն եմ իրան տարես կնմա գործի։ Ականջի Դվինի կաթիլները։ բելին կայնացեմ, ասենք երգում եմ էլի օրինակի համար։ Կաթացել ես այսօր արդեն։ միլիոնա, ասոր սվարչիկ երգի, Կաթացել, գնացել է, ավելի կարմիր աշկերով, բեմին հարսանիք եմ երգում։ Սաղսես նայում են էս ինչ ա եղել ստեղում, բան վերջը տենց մեկը հետ եմ գալի տուն արդեն։ Հետ եմ գալի տուն, սենց դուրը բացում եմ, սենց նայես ձմքից ցորից, էս ինչա վիճակը։ Աշկերը տեսել ես, բան ասեմ, այ բալամ, որը նայում եմ հայլում մեջ իսկականից էս կարմիր էլի, Շատ ոչ վատ կարմիր։ մի քիչ ոնց որ տենց անհաջող խոսակցություն եղավ այդ օրը, բան այդ UFC օրերից էր։ Հեմի լուսը բացվել է, հելել ենք, սենց զարթել են, բան մի քիչ սենց եկացած, մի հատ բան ասեմ, ասի ասացած, կներես ինձ էլ, ասի խիս ծարեց, երեք խարնել է աշկի դեղը ականջի անտիբիոտիկն եմ տվել կոտոց։ Ու ասենք այդ գիշերվա մեր բոյը պատկերացնա այդ աշկերի կրվի բանի, ու առավոտվա իր անտիբիոտիկը էլի ականջի դեղ, ասի լավա բենզինից ինչ ես տվելից եմ։ Ջան, ես անկեղծ միշտ։ Բայց այդ ականջի պատմություններից շատ շուտվա պատմություն է, մի 10 քանի տարի առաջվա ամուսնացած չենք։
Սոչիում գնացել ենք, տենց ինչ-որ մի հատ միջոցառում ունենք, հասեցինք մի երկու օր էլ մնանք, տենց եմ, ես եմ Ռիփսիմենա, մեկ էլ մի հատ շատ լավ ընկեր ունենք։ Սանիկը։ Հա, հոգևորական է, մեր տերայրն է։ Մեր տերայրն է, որ երկու օրը պետք է մնանք, ոնց որ հանգստանանք, բան, հիմա ականջի սավա սկսե, ահավոր, շատ ահավոր, դե Ռիփսիմեն հələ տենց ամուսնացած չենք, շատ իմ աշխարհի հետ, իմ ժողովրդի հետ ծանոթ չի, բան, ականջի ցավ, բան, այն որ սենց խախտված վիճակը, ասի չէ տարբերակ չկա, զանգում եմ ընտանեկան մի հատ շատ լավ բժիշկ ունենք, Նարինեն, ականջը կանչի մեր դոկտորի։ Ով արդեն մեր բոլորիս է բժիշկ։ Ասում եմ Նարինե ջան, ցավը տանեմ, ականջս ցավում է, մի բան արա ու չեմ դիմանում, բան, ասես Ռեստորանում նստած ենք։ Ասես Մարտին ջան, ես ու ինքս էլ սիրում կներես, հա, ուզում եմ որ ֆիքսենք։ Ասեց այս դեղը գնա առ, մի կաթիլ կաթացնես, կանցնին, այդտեն սիլիկոնը գնացել ենք այդ դեղը առել ենք ու ես Ռիփսիմեն տերայրը նստած ենք Սոչիում, սենց ափին սուշի ենք ուտում։ Այս դեղը սենց կաթացնելու է ցավը պրծավ։ Ո՞։ Որ պրծավ սենց հելը ասի վայ Նարինե ջան ասի մեռնեմ Նարինեի կյանքին էլ ես իշ բժիշկ ա բան ես ռիպոն խանդեց։ Հա ոնց մեռնեմ Նարինեի կյանքին հա դե մեռի Նարինեի կյանքին ոնց հիստերիկ բաներ բայց Ա բայց ես Նարինեի հումորով էլի արա ասի դե հերիք եղավելի կյանքս կերար սենց հելը Շատ նման ենք։ ման լսի Սես ձեռս սես կոկորտից բռնեցի անիք խեղտեմ քեզ բաց հումոր արա անգավ կետնի մի պատկերացնում Իսկ կոկորտից Կետին է կպրելի։ Հəmի սա խառնվել են ջուր, բան, արասում նշանացի սպանեցի որ շնորհ որ սես ռիպը տերայրը գորը խուն կպեր։ Շին գերեզմաններն են։ Հəmի մի խայտարակություն չգիտեմ ոնց ուշքի բերենք, հերել ասեցի ինչ ա եղել, բան, արասում բան չի եղել, ցավը տանեմ։ Գլուխը դեր ֆռում մի քիչ, դե ոնց ասեմ խեղտել եմ քեզ այդ։ Դրանից հետո ես մոտ վերու։ Դրանից հետո բայց հասկացա որ Նարինեն մեր Հա դրանից հետո եկանք Նարինեի հետ ծանոթացանք ու ինքը մեռնեմ ես Նարինեի ջանն էլի։ Ահա դե բարձր բոլոր աղջիկները տենց են, երբ չեն ճանաչում, կնոջ աղջկանն են լսում, արդեն անիմաստ քանդել, անիմաստ գնաց էլ երեքան։ Շատ խնդրած է։ Այդ դեյթի եք գնացել, հա։ Հա, էլի։ Ժամադրության։ Տերայրին տալել ենք որ օրն էր դեյթը էլի։ Տեսա որ էլ ձև չկա, ասես առաջ են բերեն խմուկը, բա տենց գսանք արդեն աղոթելով հետ բերեցին։ Շատ լավ։ Բայց շապը ճանաչի, թե չէ մեզ անգամ է կնի պես բան։ Չէ, մի սպառնա անգերով։ Տեղերով փոխվել ենք արդեն։ Անցյալ տարիներ։ Քանի տարի ամուսնացած եք արդեն։ Ոյ, բու։ 13։ Դինոզավրների թիմն է դա։ 13։ Հետաքրքիր է, չէ՞։ Ինքա շուտ են ամուսնացել, մեր ազանեկի հյուրերի կեսերը չկան։ 17 տարի է իրար հետ ենք ընկեր։ Ճիշտ է։ Արդեն ընկեր։ Շատ ընկերներ։ 3 տարուց 21-ը կգնի։ Ինչ ո՞նց եք նշելու։ Համալիրում մեծ մենամետ։ Չէ, ստադիոնում կանենք։ Կարենք ստադիոնում մեր 10 մոտ։ Հարսանիկը, Արսի շորով։ Հարսանիքներից պատմեք շատ եք երգում, հաստատ ինչ-որ էպիկ դեպքեր կլինեն։ Էմոցիվ բաներ ալնում մենակ, տես Հələ հիշեք։ Մանե ջան, գիտես ում ես ասում հիշեք։ Որ չեմ հիշում, ասենք 5 րոպե առաջ ինչ ենք խոսացել կամ ինչ ենք բացարձակ մի հիշողություն չունենք։ Միշտ։ Բացարձակ։ Միշտ է եղել թե վերջին տարիների մեծ ասենք մի հատ շատ կարևոր խոսքի թուղթ եմ բերում տուն, չէ՞։ Ուրիշ տարբերակ էլ չկա, հեռախոսով նկարում են, որ ես տվել եմ իրան, բան, տենց սխիկում ենք, պարում ենք, որ հետո Ահավոր ենք։ ասում եմ տվել եմ, ասում դու ինձ բան չես տվել։ Այ բալա ջան, ասում իմ հույսը քո վրա է, որ դու պետք է բան հիշես։ Ոչ մի բան չի հիշում։ Շատ ենք փողելի մի հատ հիշող եմ պայելու։ Շատ էինք սիրում Ռիփսիմենը նախորդ անգամ պատմել էր Մարտինի օթանավակայաններում մնալու եւ քնած մնալու Բայց այդ իր պատմությունը, բայց նման իրավիճակում էլ ես հայտնվել։ 3 անգամ Մարտուշան ասենք թռիչքից։ Ուշանա չէ, թե կայնած չթռնի։ 3-րդ անգամ այդ паспорт կոնտրոլը ռուսները դասին Որ զանգես ասես ռիպ, ասի ոնց ռիպ։ Ես ու Արմինը Մովսիսյան Երևան միտեղ գործ ենք, Ռազա Ամերիկայա ու պիտի Ռազա թռնի գա բան Երևան, որ այդ միջոցով 4 հատ միջոցառում ա վեկա։ Ռազն էլ չի ծրել էլի։ Ռազը պետք է թռնի, ես ու Արմենը միտեղ միջոցառում Մոսկվա ենք չեմ ստանում։ Ասեց, արասի Ռազը թռելա չի ծորձ երևի, բասս բնազդու զանգես Ռազին էլի։ Բայց Ռազ արդեն 6 ժամ 7-ի մեջ էր, գործի դիգա։ Ասես դու զանգը գնացվան խոսում եմ, էլի արմի իրեն ձենով, մերն եմ կյանքի բան եք, դու ինձ ալո Ռազը ստարես։ Ալո, ո՞նց ալո։ Արա ո՞նց ալո, չես թե, ասես չէ, ապեր գնաց։ Ալո, ո՞նց ալո։
Շատ լավն է։ Այդպես էլ իմներ էլի, եկա տենց իզնից բան, Մեկ էլ բանն է դուխին է ձեր լավը, սոսպիրոն։ Հա։ Դե Արմենը ռեին ղեյ ասեն, չէ։ Գնացել ենք Գերմանիա, մի 25 երկիչ ենք տենց համեր գած, տենց ինչ-որ Եվրոպա, անցնում ենք բան, նոր parfum է էլ, Sospiro Erbapuran։ Որ չէ, տենց է որ խանութ էր բան, ասի տղեկ հələ սպասեք էլի մի հատ մտնենք բան, ասի ունեք Sospiro Erbapuran, բան, բա հա ունենք, բան, տենց ինչ-որ չգիտեմ 500 եվրո երևա, բան, նոր հելել էր։ Ասի պետք է առնեմ, բան, սես տղեկը սաղ կանգնած է, տվեցի առա, բացեցի ու սկսեցին սաղի վրա ցանել, էլի որ շատ լավ հոտ է, բան։ Ցանեց քայլում ենք հիմա, բան, մեկ էլ անցավ մի 25 րոպե, Արմենը գալիս է դից։ Մի հատ բան ասեմ, մի հատ կյանքի։ Ասի ասա, օրինակ ես էս հոտը չի առնեմ։ Ասի խիստ ցած, արա մորս արև որ հացն է, ես ոնց ասեմ Sospiro Erbapuran։ Սաղ ռեյա մեջը, հեշտեղ է ոնց, ես չի առնեմ ես հոտը, ասի ճիշտ է։ Այ Արմեն ջան։ Շատ լավ ես նմանակում, բայց թաքնված տաղանդ ունես փաստորեն։ Քանի օր չեմ քնում։ Քնած ես մնացել նաև պարկինգում։ Այդ պատմությունը պատմի։ Մանե ջան, տուն էր գալիս, այդ օրն էլ բանա Ռոբին պետք էր շատ շտապ պամպերսներ հասցնել։ Երեքու փորը թույլ էր ոնց է։ Պարտադիր է։ Դե բանը շատ կարևոր պամպերսը, պամպերսը միշտ պետք է այլ երեխեքին։ Բայց շատ շտապ էր, էլ տանը չկար էլի։ Ասեցի մարդ ջան, երբ կյանքս մի ժամից տունը կլինեմ, ասի հիմա չպատվիրեմ մի բան, չէ, կգանք։ Ես էլ Ամերիկայից էի, չէ, էլի եկել ոնց էր, տենց քունը գլխիս էր գիշերցել եկել։ Անցավ մի ժամ չկա, գրում եմ մարդ երբ կգաս, վայ, դե արդեն դուրս եմ եկել, ինչ դուրս գալ, հələ չկա։ Ժամը 4-ի կողմերն է, զանգեցի, մարդ երբ կլինես, տենց պետք չէր էլի անեիր, ասի, չեմ գալիս, իմանա չես գալիս։ Գիշերվա 4-ն ասնյան խոսք։ Պամպերսը արդեն շատ մեծ է։ Ես համել չի եկել, ինձ բերել էի ցավտան։ Հա։ Լավ տրամադրություն ուներ, փոքր-ինչ գինով ցած էր այդ օրը։ Փոքր չէ, լավ էլ գինով ցած էր, դա փոքր ինչ է։ Ես ներկայացնում դու։ Մի խոսքով տենց բան էր, տենց առավոտ արտանում եմ քնից, էլի, մի այդքանը կարևոր չի, բան։ Դե 6-ի կողմերը վարորդը բարձրացրեց պամպերսը։ Ասեցի Մարտին ուրը, ասեց գնաց, ասի ոնց գնաց։ Ինչ էր եղել։ Բան չէ, քունս տարել քնել էի ճանապարհին, էլի, տենց։ Բայց հասել ես տան պարկին։ Չէ, ես ճամփից քնած ինձ բերում է պատկերասրա, տենց բացվում է, մտնում ենք, տենց ու մնում եմ ես այդ պարկինգում առավոտ արտանում, սենց ինչ-որ ձգվում է ոտերս, բան։ Ցենոս որտե՞մ զարթն է։ Ավտոյի մեջ եմ, բան այդտեղ են դեմը նստած, այնները դեա քնած, բան սենց արասում մելը հելի ես ինչա գատա, հա, դե բան ինչ ես, մենակ չի տա։ Գիտեր մի բան կարող ալնի պարկինգում հետս, տես լավ տղա է, էլի։ Բայց ինչի՞ չի արտնած։ Արտնացելա մի քանի անգամ անելա չի գացել, որից հետա դրել, էլի։ Հիմա պատկերասա առավոտ 10-ից կեսա զարթնում ճաբիտնի է, էլի։ Երկիչ տղա, բան պարկինգում քնել ես ավտոյի մեջ, այդ ինչ այ բալա, մամոթելա, բան, բայց ինձ հիմա արդեն պետք է թամ տուր, ինչ անեմ դե, տարբերակ չկա։ Ու դու արդեն գիտես որ դե հա, որ պամպերսը բերեց, ասես չի արտնանում, ասի գուգո ջան, դու տուն գնա, ինքը կարտնանա, ասես չէ, ոնց մենակ թողեմ կզարթնի կվախենա։ Իջել միացին գնել է։ Շեմմրտված դեմքով սենց հելնում եմ տուն, հիմա պատկերս առավոտ 10-ից 11-ն ասի։ Ես ինչ օրի կլինեմ։ Դուրը զանգեցի այդ կամերայով տեսավ այդ բրոկոլի դեմքը սես նայում։ Որ դուրը բացեց ռեսկի մի հատ բան ասի ռիպ հորս սարև ասի հանգարց չիշնես իմ մակարդակի ցավը։ Բաչ խոսած։ Թող է վերջի սենյակը ասի ես հագիստ իզնով կմնամ։ Տես մի ահագին վաղտ էր, պահեց երեխեմ, բայց ապրես, մալաձեց։ Բայց իդեալական լայֆ տենց էլի մի օր գիշերը տենց շատ տենց պրինցիպիալ, ասի ես պետք է այսօր գնամ Ծաղկաձորում քնեմ, բա տենց շուտ։ Ասի լավ, ինչի գիշերով էլի, ասենք ինչի գիշեր։ Տենց եմ ուզում, ես պետք է գնամ Ծաղկաձորում քնեմ։ Գնացի, զարթնեցի լիտես ավտոյի մեջ հայատը գնաց։ Էլի չէր ասեմ երեկ։ Էլի Երկու անգամ եմ քնե ավտոյի մեջ, լավ ես 42 տարի։ Բայց Ավել չի։ Գուգոյի հետ։ Գուգո դե միշտ։ Չէ։ Աուտոկ։ Չեմ հասնում տուն, էլի, ոնց որ գալիս եմ, մտե հոգնում եմ արդեն այդ դրան դեմ։ Կարևորը Ծաղկաձորում քնեցիր, էլի։ Ուզածը տեղա։ Շատ եք նաև ճանապարհորդում երկուսով, ոչ աշխատանքային, չէ՞։ Դե միշտ հաճախ սիրում ենք մենք դες բաներ անել։ Նամանավանդ ես վերջերս հասկացել եմ, որ ամենալավ հանգիստը երեխեքի հետ ամ անը։
Չգիտեմ, խի տենց էս։ Էլի բանա որ վերջերս հասկացել եմ։ Հավես է, օրինակ Քանի տարեկան պրոստը էր, մեր ընտանիքը երբեք չի Նոր որ սաղի Լեոն արետներն էլի։ Մեր ընտանիքում երբեք չի որ սաղի սիրարետներն են։ Կարտադին մեկը մի տեղ է անում, էլի։ Օրը նի հավաքվենք իրար գլխի կտանեմ ձեզ լավ տեղ ցավը տանը։ Սևան բան, տենց այդտեղ։ Գառնի սևա։ Կարող ես օրին Սևան տանես։ Չէ, ցավը տանը։ Ինչի՞։ Երեք եմ տարել, հերիքա։ Եկած ասի տակ չի կարելի մարդուն գցել, ճան ամենը։ Տուրիստ եմ եկել։ Դեռ մաքրե բրծել ես լրի, եթե բրծել ես կտանեմ։ Հավես է Երևանում ամառը։ Այսօրվանից բայց ամառը սկսել է, ասեմ իմանաք։ Այսօրվանից նոր տակերը գալիս են։ Հա, ես չգիտեմ երբ է գնալու, բայց արդեն կարող է մի քանի շաբաթ սկսած լինի ամառը։ Հա, չէ, այսօրվանից մի 8 աստիճան բարձրանում է։ Միգայելից։ Դա ավելի հիշեք պատմություններ չէ։ Շնից ինչ։ Արա շոկ է բայց։ Շան պատմությունը շատ խնդալու է։ Շոկում է։ Հա, ես խեմ սան շոկում չգիտեմ։ Մի հատ էլ շան պատմություն ունենք, Որը։ որ խեղճիս եկել էի բալկոնից ներքև էի ման գալիս։ Նյու Յորքին։ Յորք է։ Հա, Այն Յորկը, որ արթուն մնաց։ այո։ Դե շան պատմությունները շատ են, որովհետև մեր բույտուր Յորքին, Որովհետև երկար արթուն մնաց։ Հա։ Շատ եմ Բայց մի հատ բան ասեմ, այդ շան պատմությունը որ պատմել էին, մարդիկ թվացել էր բան տենց մենք այդ շանը լավ ենք, շատ լավ ենք նայել, էլի այդ շանը, շատ լավ ենք, բայց Պայքարել 13 տարի ապրել է, գիտես, այդ շանը որ մենք վերցրեցինք, դե տենց չենք էլ իմանում, էլի առողջական խնդիրներ ուներ քերջը։ Բժիշկները ասում էին, եկեք սրսկենք, իրանք հնացնենք, ինքը ապրելու շունչի, էլի, տենց չի կարող, տենց տանջելու բան, ասում մեր ամուսնության, որ ամուսնացանք շունը կար, չէ՞, շունը Գնացել էինք Սևան, տենց սաղ ընկերներով հավաքվել ենք, բան քեֆա, ուրախանում ենք, բան։ Այս շանը ռիպոն դրել է սենց բանի է, ձիվանի վրա, սենց աջալը գցել է սենց դրել, որ բան է, էլի, որ հանգարց մենք մի ասենք 25 հոգի մարդակերներով խմոցի այդ կուպեում կոպեջում։ Ընդից բան արաղը սենց իրար վրանով շփոթված Ձմերուկը։ ասին տղեկը ձմերուկը գցենք, որ բան անենք։ Ընկերներիցս մեկը ձմերուկը շպրտեց, այն մեկը չկարեցավ բռնել, էլի շունը դիվանի։ Դե լավ շատ վատ ես ներկայացնում։ Աստծուց էր, ձմերուկը ստեղ խփեց, ոչ թե գլխի։ Աստված ուներ այդ շունը, իրան պարում էր։ Օ, գիտես ինչ։ Վերջ, մի քանի անգամ վերնելուց բրծա, վերջին ինքը իր մահով մեռավ, չէ՞։ 13 տարի ապրել է, ռիկ, տես։ Բայց 13 տարի Յորկերի համար նորմալ։ Հա, Հա։ բայց առողջություններ չունի։ Հետո բան Լեոնելային նման շատ շուն սիրող, շատ 10 տարեկանին ասում էր մամ երազում եմ շուն ունենանք, երազում եմ ու Ամերիկայում ենք Սաութ Կորեայից այդ բանին այդ Պուտր փուդելին բերեցին, մի կերպ հասավ այնտեղ, մեծացավ, բանման, հետո եկանք ստեղ ասեցին կարող է ժամային գոտուց էլի տենց վատ է ինքը։ Հիմա այս փուդելին ենք բուժում։ Որտեղ է։ Մեր տոնը։ Ամերիկայում։ Մեր վրա շուն չի գալի, էլի։ Հիվանդ։ Ասեմ հաջորդը քել ձիպ այն գոն կարող է ձին ավելի ոնց։ Բայց այն լավ նման է, շատ լավ։ Օ, հիմա ուզում եմ հետս տանեմ, որտեվ մի ամիս պետքա մնամ այնտեղ։ Չի թողում։ Հա, այդքան սիրում ես դու։ Այո։ Մենակ տղա եմ տունը, գոնե գալիս է խաղում է բան անում հետս։ Կերտվել ես այսօր այդ երեխան։ Իհարկե ոչ։ Մերն եկել է այդ շանը։ Սոված սատկում է, բնգստում է։ Մարդ խես տենց բան է խոսում։ Բաս ես չաղ շունը դարել ես լանգ է տարա, հաց դուր։ Իսկ դու ինչ էիր տալիս, հաստատ շանկեր էիր տալիս։ Շատ լավ բան ա ուտում ինքը, շատ լավ։ Ես պրոստը չգիտեի, որ այդ շանը այդքան շատ չեն տալի կեր, էլի, տենց ակտիվ սրվեց։ Ինքը կես կիլո է ստարկել է։ Եղնիկի պես դրվրախ ուշում եմ, ես տեկա գալի կանա չաղաց։ Չի կարող բայ։ Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Արարատ բանկը, որը ներկայացնում է Mastercard World Travel Card-ը։ Այս քարտը ունի մի շարք առավելություններ այն մարդկանց համար, որոնք սիրում են ճանապարհորդել եւ օգոստոսին էլ պլանավորում են իրենց ամառային արձակուրդը։ Տարեկան 6 մուտքի հնարավորություն Launch Key ձեր, ինչպես նաև ձեզ հետ ճամփորդողների համար։ Տարեկան 6 Fast Track ծառայության հնարավորություն։ Ապահովագրություն, որի ծածկույթը ներառում է շտապ բուժօգնություն, թռիչքի ուշացում կամ չեղարկում, ուղեբեռի կորուստ կամ ուշացում, դրամական միջոցների կորուստ, փաստաթղթերի փոխարինում եւ այլն։ Տարեկան 1 GB ինտերնետ ռոմինգի հնարավորություն, Global Roaming։ Շտապեք Արարատ բանկի մասնաճյուղ եւ ձեռք բերեք Արարատ բանկի Mastercard World Travel Card-ը։
ճանապարհորդեք աշխարհով մեկ եւ հավաքեք նոր հիշողություններ հենց այնպես։ Ով է ավելի են խաղում, ձեր լուսանկարներն են։ Հանձնում ձեզ։ Մարտին, քո մենակ էս նկարը գտանք։ Թարմացրու նկարները։ 23 տարեկան։ Բայց ինչը սիրուն ենք, աղջի, ես իմ սիրած նկարն, հա, չէ։ Մարտին բոլոր նկարները քո սիրածն են։ Հառացոնից սիրուն է։ Հիմա կպարզենք ձեզնից ով է ավելի ուշացող։ Չի քննարկվում։ Ինչի։ Միշտ։ Դու ես ուշացող Ամեն վարդ։ Այսօր էլ ես ուշացել դու։ Այսօր չեք ուշացել, երկուսդ էլ։ Ով է ավելի վաղ արթնանում։ Ես։ Մարդ դու վաղ ես արթնանում, ինքը չի քնում։ Ես վաղն եմ Ուղղակի արթնանում։ հարցը պարկինգում, ավտոյում, Կարճունի ծաղկած։ ես եմ արթնանում շատ։ Ով է ավելի մոռացկոտ։ Երկուսդ էլ, հա, ես էլ կբարձրացնեմ։ Ով է առաջինը ասել ես քեզ սիրում եմ։ Իհարկե ինքը, ինչի մասնով խոսում։ Ստեղ եմ։ Ես գիտեի այս հարցի պատասխանը հիշում։ Բայց ես ներս չեմ 5 րոպե հետո էլ ես ասել։ Ով է ավելի շատ սիրում։ Երկարքիցիկ է։ 4 տարին 5 րոպե, հա։ Այ, կուցավտան։ Ով է ավելի շատ սիրում շոփինգ անել։ Շոփինգա մոլ։ Նորմալ է, բայց այդ մարդ կարող շատ վատ Քո կլինի։ դեպքում Շատ արդեն զույգեր նորմալ կան, չէ, որ աննորմալ տղամարդիկ է։ ավելի շատ են Դա սիրում։ նորմալ չի, մա։ Ով է ավելի շատ սիրում հյուր գնալ։ Ինքը։ Ես вообще ստանակյաց եմ։ Ով է ավելի շատ սիրում տանը հյուր ընկալել ընկերներին։ Էլի ինքը։ Ինչը կապած է խմելու հետ ես եմ։ Չի սիրում էլի որ գիշերը հյուրեր են գալիս։ Ով է ավելի շատ հարցնում մյուսի կարծիքը։ Ինքը։ Այլու։ Այո։ Երկերի տեսահոլովակների հագուստի հետ կապված։ Միշտ պրոստը վատավ ասում, լավ բան չկա, բայց օքեյ, Մարդ վատ չի, դա ռեալ է։ Դա վերջացրա։ Ես վատ բան չեմ ասում։ Ուղղակի ճիշտն ասում եմ։ Վերջը։ Ով է ավելի էմոցիոնալ։ Երկուսս էլ։ Ես էլ եմ էմոցիոնալ։ Հաստատ։ Հա, երկուսս։ Իսկ ով է ավելի շատ բողոքում։ Ամեն ինչից։ Ինչի դու ես բողոքում։ Վայ։ Մարտինը։ Հա, Մարտին շատ բողոք։ Հա, բողոքավոր եմ ես։ Հա։ Ով է ավելի շատ հրահրում վեճերը տանը։ Ոյ, չի մասին է խոսքը։ Էդի հա։ Պապանա վեճերի։ Հա։ Ինքը վեճն Որովհետև ոչ մի հարց չես հակում։ Տենց ասում ես կապույտ է, չի ասում օքեյ կապույտ է։ Այդ հարցը որ փակենք, այդ հարց չի լինի, պետք է բաց մնա, որ միշտ քննարկվի։ Պարապ Բայց կմնաս դու։ Մարտին դու պրոֆեսիոնալ լայֆ հակեր ես։ Հա։ Ինչպես ինչ ասել կնոջը, որ կինը էլ ավելի չզայրանա, չէ։ Չէ, ես ես համաստեղությամբ կշերք Ահա եմ։ ինքն էլ Հրահրող չեմ, էլի ես, վեճ բան չեմ սիրում։ Ես էլ եմ կշերք ու հենց լավ էլ հրահրող եմ։ Աշխարհի ամենալավ համաստեղությունն է։ հա օրը 5 կարծիք։ Լավ է, էլի, բան ինչ միշտ փոխվի։ Լավ, երբ վիճում եք ով է առաջինը զիջում։ Ինքը։ Ինչ։ Բայց լավ բան է ասում։ Հա, ես եմ։ Բարիշողն էլ է ինքը, զիջողն էլ է ինքը։ Են սաղ էլ ես եմ, հա։ Ով է ավելի շատ երգում ազատ ժամանակ։ Ինքը Մանե ջան ամբողջ օրը երգում։ Ես բաղված վախտել եմ երգում, ցավոտան։ Այ Մանե ջան։ Զաղոզ ժամանակ։ Եթե չի երգում, ձայնագրությունն ենք լսում։ Մեր տունը սաղ Դու որ երգում է։ չուզես պետք է լսես այդ երգը։ Չես կարա։ Միշտ միացնում։ Միշտ։ Խորը քնած ես գիշերը 3-ին միքս ես լսում։ Մարդ 100-րդն է, չեմ կարող լսել։ Որտեւ իմ երգերը լսելու բան են, քոնն են որ լսելու չեն, ցավոտ։ Ոյ։ Ահա։ Իմ երգերը միշտ պետք է լսվի, էլի։ Դրանից։ Բայց հիմա հրահրում ես վեճը։ Մի բան բզբզեմ, էլի կռիվս սկսի։ Ահա։ Ես դեմ չեմ։ Կյանքս Ես չմտածի։ չեմ ստիպում լսեն։ Բայց 20 տարի լսում են։ Օրտի առաքում էր ես մեկը։ 20 տարի առանց ստիպելու լսում են։ Ով է լսում, ցավոտան։ Հանդիսատեսը։ Լեոն հաստատ։ Դա Լեոն հաստատ լսում է։ Դու էլ նեղվում ես դրանից։ Դա քեզ է քաշը, էլի։ Շատ լավ է։ Վատը։ Կերևալը։ Ով է ավելի շատ տանը լինում։ Ես։
Ման անհնար է իհարկե ես։ Խիրի։ Մարդ երբ ես դու տանել Արա ցավը տանեմ զորով եք տնից անում, ինձ ցավը ավելի տնեմ մարդ, որ դուրս ես գալիս, հետ ես գալիս, ինչ ես խոսում։ Էդ ուրիշ հարց է։ Ասենք 4 օրով է ինքը տնից գնում, մարդիկ առավոտյան դուրս են գալիս, երեկոյան տունն են, չէ՞։ Ինքը երեկոյան դուրս է գալիս, 4 օր չի գալիս։ Լավ, տենց հին բաներս պատում որ դիշ կմտածի։ Երբ ես տեսել ինձ դες բանը։ Վերջին 13 տարի։ Ավելի կոնկրետ։ Այս վերջերս էր, չէ՞, ձեր ամուսնության 13-ամյակը։ Այնքան գեղեցիկ ջերմ լուսանկարում եք շնորհավորում ես вообще։ Ոչ չեմ շնորհավորում։ Հա, չեմ հիշում։ Լավ բաներ ասել ես։ Դու էիր նկարել։ Պապա երբ չեմ հիշում։ Տեղադրել։ Չէ, ինքն էր տեղադրել։ Բայց շնորհավորում կա էլի։ Դուցկի չէի հիշում։ Չէ, դերել։ Հետո պարտադիր չի ինտերնետով լավ բաներ ասում։ Ես ինտերնետով չեմ ասում, տենց դու ինձ անձնական զանգ ես շնորհավորում Այո, ես։ հատուկ։ Իսկ նվեր չեք նվիրել իրար։ Չէ, վաղուց էլ դες բաներ չկա։ Դες բաներ Լավ, չկան։ ով է ավելի շատ ժամանակ անցկացնում հեռախոսի մեջ։ Ինքը։ Հա։ Իհարկե։ Ինչ ես անում։ Ինքը շոր է առնում սաղորը։ Բան չի փոխվել։ Ես էլ իր առաջ շորերն եմ նայում։ Ոնց։ Իր երկերն։ Հա, այդ հեռախոսի մեջ բանա դարել էդի։ Խասյաթ է սաղի մոտից։ Այն ոչ չենք նայում, այնքան որ սես բացում մի հատ հերթում փագում ենք։ Չէ, եթե ժամանակ լինում, այլ չի էլ լինում։ Ահա։ Երեխեք հետ անում։ Իսկ երեխաների մասին խոսեցիր, ով է հաճախում ծնողական ժողովների։ Իհարկե ես։ Մարտինը վերջին մի ամիսը ծանոթացավ Լեոյի դպրոցի վայրի հետ իրականում անեջան։ Ուզում հիշեմ ես ծնողական ժողով Պաուզան պահում եմ որ երկի չի երկում։ Բայց տենց է որտեվ ինքը դպրոցին ու հիմա էլ որ գնում ասում մարդը այստեղից զախ ես անում, քվանտ վարժարանա ծանոթացի։ Երեխա տեսա կավարտի դպրոցը։ Երկա ռաբիս երկիչին տանում նստում ես այդ ցիվիլ ծնողների մեջ։ Դու գնա նստի, դե թամ ինչ անեմ ես այդտեղ։ Լեոին շատ հաճախ եմ տեսնում քվանտում։ Դե քվանտական է ինքը։ Հա։ Այդ նամանավանդ այդ դպրոցում ասեմ։ Սաղ ծնողները ասենք մաթեմատիկոսներ են, մենակ ես եմ ասենք ոչ։ Չտամ խոսամ Սերգեյ Ջանյան ոնց է դվագում, ինչ խոսամ։ Ասում բադեոյ պապան էլ եկել նա ոտեմ գա։ Ծափ են տալի մերսի որ եկել ես բա։ Պատը բան է խփում մի հատ այնց։ Ով է ավելի ռոմանտիկ։ Այստեղ են ցավը։ Ինչ անում ռոմանտիկ։ Ինչ անում եք դա անում էլի դու գիտես դե բանանով կա։ Բայց պատմեք, էլ ինչ որ տես հատուկ Ընդ դու գիտես բանանով կա, սաղ էստեղու վրա է։ Ամենառոմանտիկ, լավ, ամենառոմանտիկ բանը որ արել ես Ռիփսիմեի համար։ Որը իր սաղ կյանքը ես հիշում եմ որ մի օր Մի հատ սիրուն բան պատմեմ, որ այն օրը մի քանի օր առաջ հուզվել եմ։ Ուրեմն մերոնց տուն էի գնում, մամային ասացի ծաղիկներ տանեմ։ Ու այդ բանի Շիրակի ճանապարհին ծաղիկների sense շարքեր կա, ինքը տարիներ շարունակ այնտեղից ծաղիկներ այնց գնե ամեն օրով, հիմա էլ ամեն օր ծաղիկներ է գնում ինքը։ Լուրջ։ Հա, ինքը շատ սիրում է դա։ Բրավո։ Կարաբալան եմ էլի։ Մանե։ Մեր օրերի կարաբալա։ Մանե ու գնում եմ մամային ծաղիկներ գնելու։ Մտնում եմ ասում բարև ձեզ, վայ Ռիփսիմե ջան, բարև ան։ Ասում եմ ինձ ծաղիկներ կտակ, ծաղիկները փաթեթավորում են, ասում ինչ պետք է վճարեմ, ասում եմ ոչ մի բան։ Ասում եմ ինչի, ասում եմ որովհետև ասում եմ տարիներ շարունակ Մարտին այնքան է աստեղից ծաղիկներ գնել, որ մենք այս խանութը գնել ենք։ Այն փողերով են արել մարդիկ այդ։ Այդ փողոցի վրա հարվելա։ Ու ինձ փող չես։ Մանե ջան, այդ փողոցի վրա 10 հատ սենց ծաղիկի խանութներ կային, միջև իրանց տուն հասնելը։ Դե գիշերվա ժամ ասենք այն որ չգիտեմ։ Դե դժվար էր իմ հոգուն հասնել։ Հա, ինչ որ տես մի բան լնում էր, միշտ տես թութում են կյանքում չեն կռվել իրար հետ, էլի։ Երևի 13 տարվա մեջ 2 օր իրար հետ լավ ենք եղել, հետո այսօր էտորից մեկն է, այնքան ծաղիկ է ուղարկել, էլ ոչ սա խանութ այդ 10 խանութից սաղ ծաղիկները ուղարկել է իրանց տուն, էլ բան չկար, խաղալիքներ էին ծախում, դրանք էլ եղել, հետ եկա ասի ծաղիկ, ասեց 2 հատ պսակա մնացել մեր։ Եթե կուզես, այսա խրկենք Ասի կարակ այդ սակո լենտը փոխեք մի քիչ սիրո ռոզի բան դրեք գրեք։ Երեզմանների հետ։ Մարտինից Ռիփսիմեի ղրկենք այդ համ։ Լուրջ այդ սա ծաղիկները ղրկել էի, սա։ Մարդ ուղարկել, ինչ է ղրկել։ Հա, ուղարկել էի, ճիշտ է, սա ծաղիկները ուղարկել էի։ Բան չկար, չէ՞, քննելու տեղ չէր մնացել քեզ ձեր տունը։ Չէ, ինքը շատ ռոմանտիկ է։
Լավ աշա։ Մենակ բանա, նվերներ չի առնում, ման։ Հա։ Փողն է տալիս, մագազին չեմ սիրում ես էլ։ Ինչով գուզես մի հատ։ Հա չէ դու չես գնում ընտրում բան։ Բա, որտեղ քեզ նվեր առնել կլինի։ Դու այս աշխարհում մի հատ մարդն ես ու այդ մի ճաշակով։ Ուրիշ երկրորդ ճաշակ քո հետ չի բռնում, ցավոտ տանում։ Դրա համար ավելի լավ է, ասես քյաշը տամ, դու գնա քո առները քարավ, ինչ անեմ ես էլ։ Դες լավ չի։ Լավ չի։ Դու քո սրտով քեզ նվեր ես առնում, ուրախանում ես։ Բայց ծաղիկներն նվիրում։ Ծաղիկներն չի ալարում, ուղղակի։ Այս վերջերս դուրս առավոտ քայլում էի, տարօրինակ կյանքից մեջ առաջի անգամ ինչ-որ տես ծաղիկ տեսա, չգիտեմ այդ ինչ էր։ Ինչ էր, ոնց որ Լսի, խոզուկ էր։ չէ, կաղամբին նման ծաղիկներ։ Հա, անունը չեմ հիշում։ Ասի տանեմ կարող է ուրախանա, էլի սրանից չեմ տեմ։ Դուրը բացել եմ, հոչի խեմ դու վերես, ես ինչ ես վեր, ասեմ քյալամ։ Էլի ոչ ինքն անունը, իմ անուն ոչ ես։ Ինտերնետով տես պոյս կարացին կտանք, որ այդ ծաղիկ չի ու դորմա պատատել։ Բարիշ պոչով քյալամ էր։ Անունը Ներկած։ կստուգենք, կտեղադրենք Նեցի ամենը։ ծաղիկներ։ Հայ ռիփ ջամանա։ Եվ վերջին հարցը, ով է ավելի խանդոտ։ Ինքը իհարկե։ Ցավը տանեմ։ Այս կինը։ Ինքը։ Ես ինչ եմ խանդում, որ տեսածից։ Բայց ես ինչ եմ խանդում, որ ինչ։ Դու Լավ, ով է խանդոտ եղել սկզբում։ Այդ Ինքը։ ես։ Հա, հա։ Ես հիշում եմ, որ բան էր, Խայտարակություն։ մի օր հիշում եմ, եսին որտեղից պիտի դուրս գար, ասեցի որ դες տարածքով տեղը տասը, ասեց այս ինչ տեղն եմ, ասի ուրեմն այդտեղ որ դուս ես գալի լուկ կա։ Այդ լուկի կրիշկի վրա կանգնի, ոտը տենկոմ չդնես ասի, միջև հասնեմ։ Ու դες խեղճս մնացել այդ լուկի կրիշկի վրա։ Քանի օր։ Հələ հիմա ասա։ Մոռանալ։ Հիմա Գնացել էի Ամերիկա, մրցանակաբաշխություններ 2009-ին, իրան մերժեցին դեսպանատունը, ես գնացի մանեջի։ Ընկերություն էի կանում դեռ։ Հա, դեռ ընկերություն էին կամ խիտ այնց խելոք են թարգվում, ոյ բալա։ ինչ պետք է անել, չհասկացա։ Արմինկայի Լուսոյին որ հարցնես, Լուսոյի հետ էինք հյուրանոցում։ Մի ամսով էի գնացել, 8-րդ օրը հետ եկա։ Լուրջ ես ասում։ Մարդ էի վարձել, ուրեցում էր հետևից պիտի գնար որ տենային։ Չի, բայց Արա ես Լուրջ ստուգում էի։ սիրավել էի, լիվ ջան, հեսա ինչ Ես կարա սիրարվել էի։ Վայ շատ Հա, լավ է։ բայց ապահով եմ բայ, կյանքս Հա, վատ է։ Ոսկի ձեռքերի մեջ մեծացրել եմ քեզ։ Բայց հիմա ամիսներով Ամերիկայում։ Միտեն շաբաթը մեկ զանգում ենք, պրոստը մի բան ջերել ես տեջ։ Էտա։ Շատ թույն։ Անցնում ենք առաջ եւ խաղում ենք թեթե։ Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Step by Step Group-ը, որը ներկայացնում է մի շարք շինարարական բարձրակարգ նախագծեր։ Նրանց նախագծերից է Շուշի Palace-ը եւ Step Construction-ը։ Step by Step ընկերությունը իրականացնում է առանձնատների, բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, ինչպես նաեւ բնակելի, հասարակական եւ արտադրական նշանակության տարածքների շինարարական աշխատանքներ։ Ընկերությունն ապահովում է շինարարական ամբողջական գործընթացը, չափագրում, գեոդեզիական եւ գեոլոգիական աշխատանքներ, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում, կոմունիկացիաների բաժանորդագրման կազմակերպում, վերանորոգման ծառայություններ։ Քայլ առ քայլ դեպի հուսալիություն, Step by Step։ Քայլ առ քայլ դեպի հուսալի ապագա։ Step by Step Group։ Ռիփ։ Ում կրկին ուղարկեր Եվրատեսիլ։ 2027 թվականին դու ես որոշում արդեն մասնակցած երգիչներից ում կրկին ուղարկել։ Սիմոն թե Փարք։ Սիմոն։ Սիմոն թե Դորյանս։ Դորյանս։ Դորյանս թե Եվա Ռիվաս։ Դորյանս։ Դորյանս թե Սևակ Խանագյան։ Դորյանս։ Դորյանս թե Սրփուկ։ Կարա Սրփուկն է լինի, բայց Դորյանսը ինձ հետաքրքիր է ավելի։ Դորյանս թե Լադանիվա։ Դորյանս։ Դորյանս թե Անդրե։ Դորյանս։ Դորյանս թե Անուշ Ինգա։ Չէ, Դորյանս։ Դորյանս թե Էմի։ Դորյանս միանշել է։ Դորյանս։ Դերոսյանը չգիտես, ցավը։ Թե որտեղ բոլոր մեծ մարդիկ են։ Դորյանս։ Ապերական ինչ չասես, որտեղ ես գործի եմ այդ օրը։ Դորյանս թե Սիրուշո։
Սիրուշո։ Սիրուշո թե բրյունետ։ Նիսի։ Սիրուշո։ Սիրուշո թե Իվետա։ Չէ, Սիրուշո։ Եվ վերջին հարցը, Սիրուշո թե Արամեն Պետրի։ Արամեն Պետրի։ Արամեն Պետրին հաղթեց։ Իմիջիալոց մեր ամենաբարձր միավորներ ստացած երկու մասնակիցներն են Սիրուշոն ու Արամեն Պետրին, երկուսն էլ 4 տեղում էին։ Հա։ Բայց Դորյանցի ես էլ կուզեի տեսնել, գիտես, Եվրատեսիլում, որովհետև կարծում եմ իրանք այդքան լավ չներկայացան, ոնց կարող էին ներկայանալ այլ երկու։ Բրյունետն էլ կարա էլի ուրիշ գույնով ներկայանա։ Այո։ Դե տեսնենք, մենք կորոշենք թե չէ։ Մարտին, քո հարցը այլ է։ Նրանցից միայն մեկին կարող ես թողնել հայկական երգարվեստում։ Հա, բայց խաղա, բոլորն էլ խաղում են, դա շատ ծանր միտք է։ Հարութ Բալյան թե Նորո։ Ում ես թողնում։ Նորոյին։ Նորո թե Թաթուլ։ Թաթուլին։ Թաթուլ թե Սպիտակսի Հայկո։ Սպիտակսի Հայկո։ Հայկո թե Արկադի Դումիկյան։ Արկադի Դումիկյան։ Անկապ ասում ես հաջորդ անունը, հա։ Ջահելներին էլի դու ֆերթով թողան, էլի։ Ջահելներին ու Նորո թե Թաթուլ։ Դումիկյան թե Սարո։ Սարո։ Սարո թե Ռազմիկ։ Ռազմիկ։ Ահա։ Ռազմիկ թե Արման Հովանեսյան։ Արման Հովանեսյան։ Վայ, ուղղակի ես խաղում։ Չէ, խի, նավանունները տարի հերթով իմ ընկերներն են։ Բոլորին էլ պետքա թողեն։ Ամեն մեկը դու մի քիչ մնան, էլի։ Երկու ամիս արում։ Վերջում եթե ես կամ ես մանջան։ Հա, հեսա հասնենք։ Արման Հովանեսյան թե Արմենչիկ։ Արման Հովանեսյան։ Եվ վերջին հարցը, Արման Հովանեսյան թե Թաթա։ Դες լավ բաներ ես ասում, Մարտին Մկրտչյան։ Չէ, մեկին պիտի ընտրես։ Դե թո Արմանը մնա։ Արմանը հաղթեց։ Արմանը հաղթեց։ Ընտիր։ Հիմա խաղում ենք գուշակիր ով եմ։ Հենց այնպես հաղորդման գործընկերն է D-Energy ընկերությունը, որը առաջարկում է իր ծառայությունները դիմումից մինչև միացում։ D-Energy ընկերությունը շուրջ 13 տարի է, ինչ իրականացնում է էլեկտրական ցանցերի նախագծման, ինչպես նաև մոնտաժման աշխատանքներ, եւ կարող է օգնել ձեզ ճիշտ լրացնել ձեր դիմումը նոր բաժանոր դառնալու համար։ Եթե ցանկանում եք խնայել ձեր ժամանակը, խուսափել բարդ փաստաթղթային ընթացակարգից եւ ունենալ վստահելի գործընկեր ամբողջ ճանապարհի ընթացքում, ապա D-Energy ընկերությունը պատրաստ է մատուցելու իր ծառայությունները դիմումից մինչև միացում։ Վստահեք պրոֆեսիոնալներին, խնայեք ձեր էներգիան եւ դիմեք D-Energy։ Մեր բնակավարից, հա։ Այո։ Կոնկրետ ձեր բնակավարից է։ Մի հուշի։ Հիմա ինքը պետք է հարցնի, այն թե էլի ես։ Դու 10 հարց դու, հետո ինքը։ Երիտասարդ է։ Այո։ Պետք է երևի ավելի ճիշտ հարցը ձևակերպես, ասես։ Երիտասարդ ծերունդ է։ Ինձնից երիտասարդ։ Ինձնից երիտասարդ է։ Չէ, կարծում եմ։ Այսինքն իմ սերնդակից է։ Ես սիրում եմ իրան։ Դե ծառազնատու ճիշտ։ Այո, կամ ոչ։ Հարգանք կա։ Հա։ Ինչու ոչ։ Հարց ես տվել ոնց ասեմ, կամ չէ։ Արական սերից է, թե հա։ Դրա համար էր էլի շատ դիսկոմֆորտ չէր կարող պատասխանել սիրում ես դու իրան թե չէ։ Եղբայրական սիրո։ Դրսևորում է, բարձրապես։ Ոյ դե ոնց իմանամ։ Երկիչ է։ Ոչ։ Ով կարա լինի։ Չեմ կարող ասեմ։ 5 հարց դեռ ունես, է։ Կարաս հանձնվես ցանկացած բան։ Ես միայն կողմ եմ։ Որ կլվես։ Հանձնվում եմ, չեմ։ Լուրջ։ Հա, չեմ պատկերացնում։ Լավ, ոլորտը գտի։ Ես ընդունում եմ քո հանձնվելը։ Դերասան է։ Ոչ։ Ոյ քեզ բան։ Երկիչ է։ Ոչ։ Իա։ Երկիչը հարցրել է իր։ Քաղաքական գործիչ է։ Ոչ։ Լրագրող է։ Ոչ։ Ով է։ 2 հարց։ Բա դու ով ես։ Ոլորտը գտի։
Ոլորտը դերասան։ Չէ, երկիչ Ասացի դերասան դերասան, հարցրել չէ։ Բա ես։ ինչ ոլորտ։ Պարող, հա։ Ասի մեր ոլորտից է։ Բայց ձեր ոլորտի կապ ունի բարի հետ։ Չգիտեմ, հանձնվում եմ։ Դնայի։ Ազիզ ջան։ Գորնե Որտե՞ղ Կիրակոսյան ռեժիսոր։ Որտե՞ղ Դե ում նկարը կդնեի էլի քո գլխին մոլորվածը, Լեոն։ Ոобще չի մտածել։ Գորը, վայ, ես ուզում, որտեվ քո պատիժը նախորդ իմ ամենասիրած պատիժներից էր Վարդանին Բադալյան, որ զանգեցինք բաստուրմա ենք նայել ես։ Դες ավանդական հարցերից եկչուհի է։ Ոչ։ Երկիչ է հաստատ ուրեմն։ Այո, Հա։ Պուճուրա տարիքով։ ոչ։ Յո։ Ոобще։ Вообще մեծ այզնից։ Քո սիրած Բակալենյանը։ Հա։ Մի հուշի, Ռաբիզը էլի։ մի հուշի։ Հարց ես տալի։ Չէ, ես ինձ է ասում։ Հա։ Ռաբիզ երկիչ է։ Այդ ոնց ասեմ։ Շատ դժվար է Չեմ պատասխանել։ կարող ասեմ։ Եսի։ Ա, Հա, ման։ Մասամբ, այո։ Ամերիկայում ապրում կարծում եմ։ Ոչ։ Յո։ Ամերիկան չի ապրում, ստեղ է ապրում, հա։ Հարց Ով ասեց չէ։ ստեղ ապրում, դու ինչ հարցրիր։ Երևանում ապրում։ Չէ։ Ուրեմն Մոսկվա է, այդտեղ չկա երկիչ։ Ինչի էլ ես երկրագնդի վրա։ Իրեք մեծ համայնք է, էլի։ Կարամ օգնեմ մի բանով, քո սիրած երկիչներից է ինքը։ Հարց եմ հաշվում։ Հա։ Օգնությունը այսուհետ։ Երկու հարց մարդ։ Իմ սիրած երկիչներից Հայաստանում չի ապրում, Ամերիկայում չի ապրում։ Տարիքով մեծ է։ Կամա ձախնա։ Չէ։ Վերջին հարցը։ Ով է մանջան։ Չեմ կարող ասել։ Կամա աշկերիդ մեջից նայեմ, չեմ Չէ։ կարա։ Դե չեմ կարող ասեմ հիմա։ Պարտվում ես։ Կենթանի է, չէ, ինքը։ Վայ, հա, ապրում է, Ողջ չէ՞։ եմ, ողջ եմ։ 17 հարցը հնչեց միայն անուն հնչեցնելու հնարավորություն մարդի։ Ոյ քեզ բան։ Հիմա մեն հարց չես տալիս, մենակ անուն ես ասում, տեսնենք պարտվում ես թե ոչ։ Մեկ։ Ուզում պարտվի, երկու։ Ես եմ ուզում։ Ես իրեն գրվին եմ։ ասեմ, մանջան։ Պարտվեցիր։ Պարտվեցիր, նայ։ Սիր մեր շատ, ասենք կարա իր հանգիստ։ Կարելի ասել իրանց ռաբիզն է, էլի։ Արա սոսոնա Սոսոնա։ ջան։ Էլեկտրաֆիկացման ամբողջ գործընթացը թողեք մեզ։ D-Energy-ն հոգում է ամեն ինչ։ Խնայեք ձեր էներգիան։ Մենք այն կապահովենք։ Ես սիրում եմ ամուսնական պատիժներ, ընտանեկան պատիժներ։ Ում Իսկ զանգերը։ զանգես ասենք չի Մալային Լևոնյան, տես մարդու զանգես, էլի։ Հա, Հա, զանգ։ դավայ։ Վալ են, որ են բժիշկը ինձ բուժումեր են նշանակել կոկորտից համար։ Հա։ Լրիվ թարս բաներ էր ասա, այդ ու մոտ ինձ տարար։ Հա, ինքն է ուղարկել։ Հայ։ Բայց այդ մարդը չտեսա։ Դե կատակ ենք անում, սիրելի բժիշկ։ Ասեմ, այդ ուր էիր տարել ինձ MRT-ի, այդ ուր տարար գցեցիր։ Հիպ ինչ ա եղել։ Հա, դավայ փորձենք։ Ռիփ, բայց այտենց չէ, ինչ-որ մի հատ հետաքրքիր բան ասես, որ բանը նի, էլի, այտենց զարմանա, խառնիվի իրար, էլի։ Կարաս իրան ասես, որ Ֆրանսիայից յում հարսանիք կա, ուզում են Հայաստանը, Հայաստանը, բան, բան, սա ֆրանսերեն երկես կարաս 6-8-ը։ Մարտինի հետ դու հետ։ Հա։ Հա, ինքը կասի, Հա, որ հետո ասի, չէ, կասի, հա, կպարապենք, բան ժամանակ կա, ասա, հա, բայց հույնարն են ուզում ու Հայաստանը ֆրանսերեն։ Օրինակ հույնարը ոնց ես պատկերացնում, ինքը հաստատ մի հատ հումոր կանի, էլի, ինքը հումորով է։ չի ներվի, չէ։ Չէ։ Բայց վերջում ասում եք։ Հա, հենց գում ենք բանը, ասում ենք։ Հույնարը ֆրանսերեն։ Հույնաղ։ Եղել է, չէ, քո ծրագրը։ Շատ, հա։ Սի ասեմ, ասա Մարտինը կլիպա նկարում, ուզում է դերասանուին դուր ես։ Ասա պրոստը պտի նուր հասենց հավաքի։ Չնեղանա։ Չի նեղանա, ինքը քուրնա իմ։ ինքը մի հատ հիշի իր ու Աղաջանյանի կլիպերը։
հա։ Բայց մի րոպե պիտի հուշենք ինչ ասի։ Հա, ասա Զանգի Ալային Լևոնյան, ասա Մարտինը կլիպա նկարում ու ոնց որ տենց հին արվեստագետ սիրուն կին տեսակ ուզում է քեզ նկարի, էլի, ոնց որ կլիպի մեջ, բայց ասա մազերի տեղը պիտի սենց նուր հավաքեն մեծ, նուր պիտի լինի։ Հա, այդ, բայց հետո կասի հա, անեմ, ինքը շատ բայց նուրը հայկական Հա։ բրիչ, հա։ ասի հա։ Ասա դե հել արի հիմա նկարում ենք արդեն։ Հա, ասա դե կես ժամից եղի, հա։ Հրասի հասը դե կես ժամից եղի։ Կինոստուդիայում։ Եսի չի խորանա։ Չեք ասես արի երկիպետական թատրոն դիսկ բացես արդեն, հա։ Ալջան, Ջան, Պրիվետ, Սավը տանը, ոնց ես։ Պրիվետ Ռիպա ջան։ Մեքենայով տեր եմ գնում Հա։ ու ոչ եմ ինչ ասես աչուձախ շռայլում եմ վատ բառեր։ Ինչի ժողովուրդ։ Բարերի մեջ խառը վազվզոցը չիկյոնքներս գնաց էս պրոբկեքին, այ Ռիպա։ Ոչ հիմա չենք հասցնում, ներվերներսը գնում է։ Դե հա, ես էլ եկել եմ, չեմ կարողանում քշեմ մի քանի օր եմ ստեղա։ Տանեմ 10 օրվա բանը, 10 րոպեվա բանը, Ռիպա ջան, քեզ գրուզից եմ անում։ Ո՞նց։ 40 րոպե ենք գնում, կյանքս ասենց ոնց կլինի։ Ոչինչ, Ոնց ոչինչ, մի հատ հարցով եմ զանգել, բայց չգիտեմ ոնց բան կանես։ Մարտինը կլիպ է անում։ Հա։ Ուզում եմ որ տենց ասում եմ որ մեր երկիչ երկչուհի տենց կարկառուն մարդիկ, մեր մեծ սերունդ բան, ուզում եմ կլիպում լինես դու։ Հա։ Բայց ասում եմ որ այդ շոտ խնդալի է, բայց չգիտեմ կամաձայնվես թե չէ։ Ասում եմ բայց մազերի տեղը պետքա սենց նուր հավաքեն արհեստական։ Հա, այտենց վիճակա։ Ռիպ, մի հատ ես հասա պարկինգ անեմ, տեղ չկա, ցավը տանեմ։ Մի հատ հասկանամ որ եմ կանգնում, քեզ հետ զանգեմ խոսենք, էլի։ Դավայ։ Նա եթե օքեյ է դու էլի չես բանան, հա, չես որոշում։ Չեմ ջոկում, ես չեմ ջոկում, ինչ եմ ուզում։ Մի հատ նայ աղմուկ, պրոբկա։ Ամուսին մի հատ քննարկի բան, հա։ Նա երբ ինչա, ես հեսա մեկնում եմ, էլի Լոնդոն եմ գնում, Վայ։ բա Չէ, այսօր ենք նկարում, ալ։ Այսօր չեմ հասցնի, քույրիկ։ Ասա ինչ պետքա կտանք։ Բաներ ունեմ, երկու տեղել երկում եմ։ Հիմա էլ շանս եմ բերել Վարշավիրանոց, 2 ժամից վերջացնել, բա ինչ է Լսի, ես շատ գիտեմ, այսօր է որոշել, ինձ էլ գցեց սենց պրոբլեմի մեջ, ասեմ, ախր ալեին զանգեմ, ասեմ, գլխիտ նուրը ոնց է տենց կլինի։ Այնա գլխին ուրը ջանդամ, ես այսօր ժամանակ չունեմ, մի 2-3 օրից մեկնում եմ։ Իսկ եթե նուրը չլինի կարող Բաներ է։ վերցրած մոտս Լոնդոն համերգ ունեմ, էլի, թե չէ որ շուտ իմանայի գոնե ինչ-որ այսօր մոկային չի բերի, արդեն բերել եմ պրոբկեքով, կոմից ասել։ Լսի, երկի թատրոնում է ալսյոմկեն, եթե տարբերակ ունենաս վերջացնես արի էլի, կարա շանն է բերես նկարենք։ Բա ես տուն պտի գնամ, Վարշավիրանոց է Թարսա։ ինչ ասեմ, բա, թարսա ծավը տանեմ, թե չէ հեռերին սովոր եմ, հոյնարին էլ գլխիս նում կար։ Ալա, բանեի ծրագրին ենք։ Իմ պատիժն է, ես մեղավոր չեմ, Մարտինը որոշեց։ Բայց ասա, որ չմերժեցի։ Չէ, Ապրես դու ալա ջան, ապրես ցավը տանը։ Երեխեք ջան, այո։ Ժամանակը տեր ենք, Մանյուշիկ, պրիվետ։ Պրիվետ, Ալջան։ Մի քիչ լարված է ես պրոբկաներից էտա։ Չէ, նեցել որ ճիշտ է Չէ, ոչ մի ավելորդ բան չես ասել, այդ քույրիկներն էլ շատ խնդալու, որտեղ միշտ ապերն էինք լսել։ Հա, 5 րոպե թույլ տվեք, մտնեմ դուրս կամ, շնորհակալություն։ Գալիս ես կլիպի շոմկին։ Ասма հոյնար կլիպում էլ գլխիս կար։ Անջատեց երևի դե լավ։ Չէ, կապերն է։ Շատ խնդալու էր, ինձ թվում է շատ խնդալու էր, հա։ Կամույն զանգի, ասա այդ քո խաշլամայի ռեցեպտը կասես, մի հատ սարքեմ։ Հիմա թելադրի սարքեմ ու թող թելադրի։ Հա, սենց լսի, հա, այդ էլ եմ ավելացնում, հա։ Լավ, չէ, չեմ ուզում։ Լավ, չեմ ուզում։ Բա ինչ, խաշլամա թե ուզբեկական փլավ է։ Որն էր ամենահայտնին։
Ուզբեկական, դավայ։ Արա ասեմ, հա։ Բայց հիմա ես եմ իմ պատիժը որոշում, թե դու։ Հա, այդ արա։ Կարևոր ուրախ պատիժ։ Մեկը ուզբեկական թե խաշլամը, մեկը շատ են բաղադրիչները։ Մարդու Կամ ջան, պրիվետ, ոնց ես։ Պրիվետ, այ մերնեմ քեզ։ Ես տորը տմբլակով վիդեո դեկամ ու դու զանգի։ Արա ջան, տենում ես ոնց ենք իրար զգում։ Կամո մի հատ բան ա եղել, լսի հələ։ Ապե, էս ռիփոն բանա, խաշլամի մեջ աղիտեղը խառնե պեսոկ ա լցել իքը։ Ոնց կարանք փրկենք այդ խաշլամեն, հələ մի հատ ասա տենամ։ Միսը թափով հանեք, բուլյոնը լցեք, Հա։ թափեք բան։ Տանաշերն էլ այնքան շատ ա լցել այդ պեսոկը չգիտենք ինչ անենք ապե։ Բայց ունենց է լավ միս էր ապե։ Ուզբեկստանից էին բերե։ Բանին էլ, նավսակի մանեին էլ բարև։ Արա ինչ օխորա դու ես ինչ տիպ ես։ Լավ չեղավ, կարճ էր պատիժը։ Լավ է։ Ես դամը, այո, կամ ջան։ Ապրես չեմպիոն ջան, դու ջոգելու համար 2 դոշ մեդալ ես ստացել, ես գիտեմ ցավը տանը։ Բայց նայ փրկության ձևն ասում էի։ Ոնց փրկենք կապ։ Որտես բանալու, նայեք, թափով, ջուրը թափում եք, հոսող ջրի տաղվիկի ճետում, Հա։ նորի ջուր եք լստում, մի կտոր կարակ եք կծում, վրենք կծում իբար եք անեմ, սեբ իբարը սոխը տալիս եք տաշը ծնում եք լզի։ Կա կծու եք անում, որ սաղիր ասեք այմար տնաշենի ասիկը չկան բիբարեր լծեմ։ Դե հետ քանի տեղը բանը միասրադիր վերեն միսը գալիս ենք հեսա։ Որս նարը Կամ մի հատ վերջում է զազուլիկ ասա ու գանք։ Զազուլիկ։ Կամ սպասում ենք քեզ։ Մենք էլ քեզ։ Շավայ ցավը տանեմ, ախպերս։ Եվ հաղորդման վերջում ձեզ ուզում եմ նվիրել մեր գործընկեր Չոկոյանի կողմից համեղ շոկոլադապաչրեր, անպայման փորձեք, հայկական արտադրանք է։ Սա չաղացնող, աման։ Չեմ կարծում, որովհետև չրերով է։ Ես դիետա եմ։ Շոկոլադապատ։ Ես կտանեմ Ամերիկա։ Հա, դու տար Ամերիկայի Բայց ինձ չտանես, խնդրում եմ, թող մնա, ես էլ կտանեմ։ Ես գնում եմ հանգստի, ճիշտն ասած։ Հետս կտանեմ։ Առանց քեզ գնում հանգիստ։ Նույնիսկ դա կարող է ստալ ինձ։ Դա լկտիություն է։ Եղբորս էտա գնում։ Տենց ոնց որ արդարանում է այդ։ Անչափ շնորհակալ եմ, որ եկաք։ Շատ սպասում եի ձեզ միասին հենց այնպեսում, շատ հենց այնպես պատմություններ եմ մաղթում, որ վերադառնալու առիթներ լինեն ու էլի հիշենք, ծիծաղենք ու վայելենք միմյանց ներկայությունը։ Դուք էլ չմոռանաք բաժանորդագրվել։ Դա շատ կարևոր է։ Քո սիրուն ծրագրին էլ տարիների եթե։ Այո, երկար տարիների կյանք ունենա։ Ինչքան պատմություն դուք ունենաք, այդքան կապի հինտ այնպես։ Այո։ Զազուլիկ։ Ռիպես խոսած։ Հիշում ես, որ մաֆիա էինք խաղում, խապեցիր, ինձ գրեցիր, ինչ պատերազմ է։ Պատերազմ էր ասում։ Ինձ ասում են չես ես լավ մաֆիա խաղում, դե այ բացատրի մեծացել ասի եմ որ դու մաֆիայի ինձ ես խապել ես մաֆիայի մեջ, ուրեմն կյանքում էլ խապես։ Բայց իրոք ներշնչել ես։ Հա, կռիվ էր անում լուրջ հետ։ Շատ Բայց այս բարիկս հիմա ինչ է։ Բայց մազերս շատ որակով։ Ցավը տանը մանա։ Ամեն օր էլ անում է։ Հա, ծանոթ Այս զանգի։ լուրջ խոսա, որ հավատա։ Ասա շտապ պետքա գնանք։ Մարդ չունենք ու մոտ թողնենք, էլի կարաս 5 օր պահես շանը, կասի հա ախպեր, հեսա խոսամ բան։ Ասա, Ասա ողբերս չես տոչեմ։ հա դե թողցրի ավելի խնդալու է։ Այդտեղ ասա ցրում ես։ Նեղացի։ Okay, ասա ապե։ Բայց ոնց քո ակնոցը բերինք։ Հա, բերել ես ակնոց, հա, այդ ասա, բա ես ոնց քո ակնոցը։ Արա չէ, արա ասեմ ապեր այդ ակնոցները որ բերել են, բան ոստիկանությունից եկել են, դեգաս բաժին։ Ինչ որ այդ ակնոցները գողացած է։ Ռիպին տարել են բաժին, արի։ Հա, շատ խնդալու է։ Հա։ Ռոսա այդ ինչ ակնոց է, դով է պատվիրի ասա։ Սալո։ Չի եկան։ Արի հավեսով Ապրենք հենց այնպես։
Ունենք։ Всё, ունենք։ Շատ լավ է, շատ, բայց չերերը տանում եմ։ Հա։ Մենաշ։ Չները